Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։ Ողջույն բոլոր նրանց, ովքեր հենց նորեն միացել մեզ Հանրային ռադիոյի ուղիղ եթերում ենք, ես առողջ եմ հաղորդման շրջանակում, ձեզ համար կաշխատեմ ես, Լույսի Քոչարյանը, նշեմ այն բոլոր տարբերակները, որով մեզ կարող եք հետևել, իհարկե ի հավելումն ռադիոհաճախականության, դրանք են armradio.am կայքի on-line ռեժիմը, live stream-ի տարբերակը եւ տեսնելու եւ լսելու հնարավորություններով, տեսագրություն ձայնագրությունների ի դեպ տեղադրվում են այս նույն կայքում, ես առողջ եմ բաժնում Եվ միացեք Facebook-յան հարթակին հայատար գրված Հայաստանի հանրային ռադիո Facebook-յան էջով, այստեղ եւս կարող եք տեսնել, լսել մեզ live stream-ի տարբերակով։ Մեկնաբանություններում թողեք հարցեր, դիտարկումներ, ինչպես միշտ ես դրանց հետևում եմ։ Թեման այնպիսին է, կարծում եմ, շատ հարցեր կարող են առաջանալ լսարանի մոտ։ Մենք այսօրվա հյուրի հետ կփորձենք մանրակրկիտ հանգամանալից անդրադառնալ այսօրվա թեմային, իսկ մենք խոսելու ենք առասպելներ իմունիտետի մասին, ուշադրություն, բոլորին կարող է սա հետաքրքրել, կարծում եմ, հատկապես հիմա գրիպի սեզոնին, ցրտերին, երբ բոլորը փաստացի բողոքում են այդ իմունիտետը լավը չէ արտահայտությամբ, եւ այս թեմայով մենք զրուցելու ենք բժիշկ ալերգոլոգ, իմունոլոգ Արմինե Հակոբյանի հետ, ողջույն։ Բարև ձեզ։ Շնորհակալություն այս սուպեր արդիական թեման առաջարկելու համար։ Երևի թե սկսենք հենց շատ արծարծվող, շատ շրջանառվող այն արտահայտությունից, որը հնչում է հետևյալ կերպ։ Ես թույլ իմունիտետ ունեմ եւ ամեն տարի ձմռանը ցրտերն ընկնելու հետ, չգիտեմ ինչպես բարձրացնեմ, պաշտպանեմ իմունիտետս եւ այլն եւ այլն։ Կարող ենք հիմա ձեր օգնությամբ բժշկագիտորեն եւ գրագետ տարբերակով հասկանալ, թե որքանով այս արտահայտությունը կապ ունի ճշմարտության հետ։ Նախ շնորհակալություն հրավերի համար, քանի որ ես կարծում եմ, որ բոլոր հարթակներում, եթե մենք խոսենք, ելի քիչ է լինելու, քանի որ ապացուցողական բժշկությունը շատ դժվար է առաջ գնում եւ այո, այս այն թեման է, որի կողքը առասպելները եւ միֆերը շատ են։ Եվ մեզ դիմող բուժառուների երևի թե մոտ 30%-ը գալիս է այդ արտահայտությամբ, որ բժիշկ ջան, ես իմունիտետս վատն է եւ ես հաճախ հիվանդանում եմ։ Նախ պետք է հասկանանք, թե որն է հաճախ հիվանդանալը եւ ինչ կապ ունի դա մեր իմունային համակարգի հետ։ Ուրեմն առողջ մարդը հասուն տարիքում, այսինքն ոչ երեխան, տարվա մեջ կամ ավելի շատ ոչ թե տարվա, այլ հենց սեզոնի ընթացքում կարող է հիվանդանալ 1-ից 3 կամ 4 անգամ։ Դա նորմալ իմուն համակարգի դեպքում։ Այսինքն իսկ երեխաների մոտ միանգամից անդրադառնամ երեխաներին, հատկապես մինչև 3 տարեկանը, հատկապես այն երեխաները, ովքեր տանն են եւ ունեն մեծ եղբայր կամ քույր, որոնք հաճախում են դպրոց կամ մանկապարտեզ, կամ երեխան երբ որ նոր է գնում մանկապարտեզ 6, 8, առավելագույնը 10 անգամ տարվա ընթացքում դա նորմալ է համարվում, մինչև մարզվի իմուն համակարգը։ Վերադառնանք մեծերին, գալիս են, ասում են, ես հաճախ եմ հիվանդանում։ Մենք միշտ հարց ենք տալիս ինչքան հաճախ։ Դե լինում է, որ դասական է, որ ամեն սեզոն աշնան ձմռան ընթացքում ես պարտադիր պետք է հիվանդանամ։ Ինչ անեմ, որ իմունիտետս բարձրացնեմ։ Կամ չեն հիվանդանում կոնկրետ, վարակ չեն տանում, բայց ունենում են հոգնածություն, արդյունավետության աշխատանքի արդյունավետության իջեցում, տրամադրության անկում կամ անքնություն, դա վերագրում են իմունիտետի թերի աշխատանքի հետ։ Ես կարող եմ ասել, որ իմուն համակարգի դեֆիցիտի ժամանակ, այսինքն անկման ժամանակ, մեր վարակները լինում են ավելի հաճախ, ավելի անսովոր եւ պարտադիր ուղեկցվում են ինչ որ հիմքում ընկած հիվանդության հետ, այսինքն ծանր իմունային անբավարարություն ունեցող անձանց մոտ, եթե դա երեխաները չեն, այլ մեծահասակն է, դա պետք է լինի ինչ որ ուղեկցող հիվանդություն, որի հիմքում կարող է լինել ծանր իմունային անբավարարություն, այսինքն քիմիոթերապիա ստացող մարդիկ, ում իմունիտետը իրականում տուժում է, քանի որ այդ դեղերը բոլոր նպաստում են դրան, կամ քաղցկեղով պացիենտները, որոնք արդեն 3-4 փուլում են եւ իրականում իրենց իմուն համակարգը տուժում
ստանում է, բայց մնացած բոլոր դեպքերում իմ նշված դա մեր իմուն համակարգի նորմալ գործունեության արդյունքն է։ Այո, մենք ունենք տարբեր վարակներ, որոնք հատկապես սրվում են եւ ի հայտ են գալիս աշնան ձմռան ամիսներին եւ այո, մենք պետք է համակերպվենք, հա, որ պետք է համակերպվենք, բայց մենք ունենք այսօր ժամանակակից միջոցներ, որոնք առաջարկում են խուսափել նրանցից։ Այդ դրա մասին էլ մենք խոսենք ավելի մանրամասն։ Լավ, այդ դեպքում դեռ իմուն համակարգի վրա կանգ առնելով փորձենք հասկանալ, ինչ որ դեղեր կան, որոնք կարելի է ընդունել ու իմունիտետն ավելի ուժեղ դարձնել, եթե այդպես ասում են։ Դա շատ լավ հարց է, որովհետև այսօր AI դարում, հա, արհեստական բանականության դարում արդեն բուժառուները բավականին կրթված են եւ բավական գիտելիքներ ունեն, որոնք շատ անգամ իհարկե թերի են եւ այդքան էլ ճիշտ չեն գալիս են եւ ասում են. գիտեք, բժիշկ, ես նայեցի ChatGPT-ին, հարցրեցի, ինքը ասեց, այո, քո իմունիտետը ընկած է եւ դու պետք է ստանաս SSS դեղերը, հավելումները եւ այլն։ Այստեղ կուզեմ խոսել այն հավելումների մասին, որոնցով ողողված է շուկան, ընդ որում ոչ միայն Հայաստանում, ասեմ, որ ամբողջ աշխարհում դա շատ թրենդային, մոդայիկ թեմա է եւ ամեն ինչի համար գրեթե կարող ես գտնել սննդային հավելում, հա? Ամեն հիվանդությունից խուսափելու համար, թե մեր ամեն հիվանդության, ամեն օրգան համակարգի, կուզեմ խոսել մի քիչ այդ սննդային հավելումների մասին, քանի որ նրանք մեծ մասամբ մի շարք երկրներում, ես հիմա կվախեմ ասել բոլորը միշտ, բայց մեծ մասամբ եւ գրեթե բոլոր երկրներում չեն անցնում ինչ որ խիստ ռեգուլյացիաներ, կարգավորումներ, ինչպիսիք անցնում են դեղահաբերը, հա, որոնք որ գնում են շուկա։ Բայց դեղագործական պրոդուկտներ չեն, իրանք դեղագործական չեն անցնել, հա, այո, դա շատ կարևոր է եւ շատ անգամ մենք ունենում ենք իրավիճակ, երբ որ դոզաները այդքան էլ հստակեցված չեն, հա, որովհետև հստակ բաներ չեն անցել, ինչ որ կարգավորումներ կամ բաղադրիչ նյութերի տարբեր բաներ կարող են լինել, որոնք այդքան էլ առողջարար չեն, եթե մեղմ ասեմ, չասեմ վնասակար են եւ ամենակարևորը, որ այդ բոլոր դեղահաբերը, փոշիները, թեյերի տեսքով, խոտային էքստրակտների տեսքով, նրանք մենք չգիտենք օրգանիզմում ինչ ազդեցություն կարող են ունենալ։ Այստեղ կուզեմ խոսել այն մասին, որ նրանք կարող են լինել նաև վտանգավոր, այսինքն, բացի նրանից, որ օգուտ չեն տալիս, մենք շատ անգամ մտածում ենք, դե լավ խոտ է, դե լավ ինչ պետք է լինի, օգուտ չի տա, վնաս էլ չի տա, բայց կարող է տալ վնաս, որոնք են վնասները։ Նախ, ինչպես ասացի, դոզաների, մենք չգիտենք ինչ դոզաներով են նրանք հստակ այդ ձևերի մեջ, հա, թեյ կամ փոշի կամ եւ այլն։ Երկրորդը, մենք չգիտենք ինչ փոխազդեցության մեջ կարող է մտնել մեր օրգանիզմում մեր ամենօրյա իրական դեղերի հետ։ Չէ՞ որ, այսինքն հատկապես 60-ից բարձր տարիքային խմբում շատ անգամ լինում են ուղեկցող հիվանդություններ, որոնց ժամանակ պետք է լինում ընդունել տարբեր դեղեր, եւ այդ դեղահաբերը կարող են լինել փոխազդեցության մեջ եւ բերել մի շարք խնդիրների։ Օրինակ, իջեցնել ստացվող դեղահաբի արդյունավետությունը, հա, ներծծման վրա ազդել կամ հակառակը ուժեղացնել տվյալ դեղահաբի ազդեցությունը։ Օրինակ, եթե անձը ընդունում է արյունը ջրիկացնող պրեպարատներ, վիտամին C-ն մեծ դոզաներով, որը այդքան սիրում է հանրությունը, հենց մի խնդիր լինում է վիրուսային վարակի, միանգամից սկսում են խմել մեծ դոզաներով վիտամին C, կարող է բերել արյունահոսության, օրինակ։ Եվ այսպես մի շարք տարբեր խնդիրների առաջ կարող ենք կանգնել։
կոնկրետ այդ իմունիտետը ճակերտավոր բարձրացնող դեղերի կամ հանքային աղերի կամ վիտամինների ընդունման ժամանակ։ Ըստ ձեզ այս սննդային հավելումները հատկապես վիտամինները դեռ մի կողմ դնենք, որովհետև գոնե չափելի են որոշ լաբորատոր Այո։ հետազոտություններով՝ ի տարբերություն թեյերի եւ այլ փոշիների, մաստակների, գիտեք, նույնիսկ մաստակների տեսքով Այդ մեկը չէի հա, լսել։ Այո, հա։ շատ լավ մարքեթինգ արվող, դրանց հսկողությունը ում վրա պետք է լինի, օրինակ, միգուցե սննդին հետևող որոշ կառույցների, թե դուք դրանք կմտցնեիք դեղագործականների պատասխանատվության տակ, ըստ ձեզ։ Իրականում ես կարծում եմ, որ ամեն ինչ երևի թե ճիշտ է, քանի որ դա շատ մեծ բեռ է ընդհանուր բոլոր կարգավորման մարմինների համար, այսինքն եթե համ դեղը մտնի, համ այդ հավելումները մտնեն, ուղղակի ինձ թվում է կարգավորող մարմինները չեն հասցնի նրանց Ահռելի քանակներ են ապահովեն, դրանք, այստեղ մնում է ազգաբնակչության, ոչ միայն մեր երկրում, ամբողջ աշխարհում երևի գրագիտությունը, որ ոչ մի բանի չափերի անցնելը խրախուսելի չի։ Ես նաև հավելեմ, որ այդ սննդային հավելումները, որոնք տարբեր ձևերով կարող են տարբեր բաների հետ կապված, հատկապես խոտաբույսային, որովհետև գիտեք, շատ գրավիչ է, խոտաբույս է, անվնաս է, չի Նյարդերի կարող համար լավ է։ նյարդերի կամ ինչ որ լյարդ մակրող, ճակերտավոր եւ այլն, նրանք կարող են նաև ունենալ տոքսիկ ազդեցություն կոնկրետ մեր լյարդի վրա։ Ես հիմա, գիտեք, շատ ընդհանուր եմ խոսում, չեմ կարող ասել որևէ անվանում, քանի որ դա կլինի իմ կողմից ոչ գրագետ եւ սխալ կլինի եւ իհարկե դա բոլորին չի վերաբերվում։ Նաև ձեր հարցին կուզենամ անդրադառնալ այլ կերպ, ոչ թե իրենք բոլորը անցնեն կոնկրետ կարգավորումների այդ ռեգուլյացիոն մարմինների կողմից, այլ անձը եթե ինչ որ դեղ է ուզում ընդունել, կամ դեղ չէ, հա, հավելում կամ վիտամին եւ այլն, միշտ խորհրդակցի բժշկի հետ, որը գիտի իր բոլոր ստացող դեղերը եւ նաև տիրապետում է այդ դեղերի փոխազդեցությունը այլ կամ այս հավելումների հետ։ Ինչ է կարծում մեր հատկապես առաջին օղակի բժիշկները, ընտանեկան կամ պոլիկլինիկա, ինչպես ժողովուրդն է ասում, տիրապետում են այս թեմային։ Դուք գիտեք, Գոհեք, թե երևի թե ոչ, բայց ես չեմ կարող ասել Բոլորը։ փնովելով նրանց, որ բոլորը չեն տիրապետում, ես նորից կրկնվեմ, որ ամբողջ աշխարհում է այդ խնդիրը։ Նայեք, գրեթե ամբողջ աշխարհում դեղերը հիմնականում ըստ ռեցեպտի են, հա։ Իսկ հավելումները ոչ։ Եվ եթե պացիենտը չի կարողանում գնել ինչ որ դեղ առանց բժշկի ցուցումի, եւ քանի որ մենք մտնում ենք ապահովագրական բժշկության դարաշրջան, հա, հունվարի ամսից, ես կարծում եմ այդ դաշտը եւս կկարգավորվի, երբ որ պացիենտը ինքնուրույն երևի թե գոնե լուրջ դեղերը չի կարողանա առնել ինքնուրույն, այստեղ մնում է որ մենք տարբեր հարթակներից խոսենք, որ ամեն ինչ քննարկեք ձեր բժիշկների հետ։ Եվ իհարկե բժիշկներն էլ ստիպված կիմանան արդեն ինֆորմացվեն, ինչ խորհուրդ տան եւ ինչ չէ։ Վիտամինների մասին մի քիչ հավելեմ, հա, կոնկրետ ասեմ, դա վիտամին C-ն, D-ն եւ ցինկը, շատ sense տարածված նորաձևենի դեպ շատ։ Նորաձևեն, ես վերջին տարիները հատկապես կոവിഡ്ի պանդեմիայի շրջանից հետո նայեք, վիտամին C-ն ոչ մի ձևով չի կանխարգելում վիրուսային վարակի ընթացքը։ Այսինքն վիտամին C-ն, որը մենք ստանում ենք առավել, հա, ոչ թե սննդի։ Չէ։ Իհարկե, պատրաստումը առանձին եմ թողել, որպես ամենասենց մեր քաղցր։ Բացառենք, այո, հանենք պատվաստումների դաշտից վիտամիններին։ Այո։ Վիտամին D-ն օգտակար է միայն այն դեպքում, եթե կա խորը դեֆիցիտ վիտամին D-ի։ Այո, կան ապացուցված հետազոտություններ, որ վիտամին D-ի խորը դեֆիցիտով մարդիկ ավելի հակված են շնչառական վարակներ տանելու։ Եվ ցինկը նույնիսկ որը որ գիտեք մեզ մոտ այդ երևույթն եմ շատ նկատում, որ շատ մեծ քանակներով են այդ երեքը ընդունում։ Իսկ ցինկը մեծ քանակներով կարող է բերել սրտխառնոց, փսխում եւ այլ ստամոքսաղիքային գանգատների եւ խնդիրների։ Փաստորեն այստեղ նույնիսկ օրվա
դոզավորում, որը անվնաս է, հույս պետք չէ դնել, ահա այս։ Չէ, կարծում եմ չէ, կան իհարկե օրվա դոզավորումներ, որոնք Հա, մուլտիվիտամինների ահա, քանակում կան, եթե դա պացիենտը ստանում է ըստ ցուցման, ասենք օրական 1 հապ մուլտիվիտամինների, ես չեմ կարծում, որ դա կառաջացնի վնաս, ընդհանրապես խորհուրդ են տալիս բոլոր բժիշկները, գիտնականներն էլ այդ ամենը լրացնել սննդով, հա? Այսինքն, եթե դուք սննդով ինչ-ինչ պատճառով զգում եք, որ չեք կարողանում լրացնել, օրինակ կան մարդիկ, որոնք ունեն ճարպակալման խնդիր եւ դեֆիցիտով, կալորիաների դեֆիցիտով են սնվում, բնականաբար իրենք ստանում են քիչ վիտամին եւ հանքային աղեր։ Այստեղ իհարկե մուլտիվիտամինների ընդունումը շատ խրախուսելի է, բայց նորից վերադառնում ենք նրան, որ դա պետք է լինի հստակ այն բժիշկի ցուցումով, որը որ նշանակել է այդ բոլոր քաշը իջեցնող դիետան եւ այլն։ Եվս երկու նյութերի մասին կուզեի հարցնուղել, հատկապես այն մարդկանց կհետաքրքրի, ովքեր մշտապես պարբերաբար ստաբիլ, այսպես զբաղվում են սպորտով, ասենք, թեկուզ մարզադահլիճներում։ Ու հատկապես այն մարդկանց համար, ովքեր բուսակեր են, օրինակ ես, սա անջապես ինձ էլ է վերաբերում, կհետաքրքրի բոլորին։ Խոսքը փոշիով պրոտեինի եւ կրեատինի մասին է, սրանք էլ շատ բավականին արծարծվում են, էլի նորաձև են, եթե միսը չկա սնդակարգում, այո, պրոտեինով են փոխլրացնում, ես էլ անձամբ անկեղծ ասած շատ ռիսերչների իհարկե հետազոտություններ ուսումնասիրելով։ Սրանք կարելի է հավելում համարել, թե իրենք մաքուր նյութեր են, որոնք պետք են օգտակար են եւ այլն։ Սա մի քիչ իմ դաշտից չի, կփորձեմ իմ ընդհանուր գիտելիքները այստեղ օգտագործեմ։ Այո, շատ ընդհանրական այո, պրոտեինի հարցով ներողություն։ Պրոտեինի հարցով դրանք սպիտակուցներ են, որոնք մեզ չեն բավարարում, այո, մարզումների ժամանակ կամ այն անձանց, ոնց որ դուք նշեցիք, որոնք սպիտակուց բավարար չեն ստանում, իսկ սպիտակուցը շատ կարևոր է ոչ միայն մարզվող մարդու համար, ընդհանրապես մեր ամենօրյա կյանքում ամենակարևորներից է։ Ես կարծում եմ, որ դոզավորված պրոտեինի ընդունումը, էլի, եթե դա խորհրդակցվում է բժշկի հետ, մասնագետի, որը կարգավորում է այդ բոլոր չափերը, նու դեղաչափ չեմ կարող ասել, հա, վատ չի կարող լինել, կարծում եմ, բայց դուք նշեցիք կրեատինը, այո։ Նայեք, կրեատին կա, L-կարնիտին կա, ինչ որ տարբեր հավելումներ կան, որոնք իբրև թե արագացնում են նյութափոխանակությունը եւ եթե ես չեմ սխալվում կրեատինին։ Այո, եթե ես չեմ սխալվում եւ բերում են մետաբոլիզմի արագությանը ճակերտավոր, նրանք նաեւ կարող են բերել ախորժակի փակմանը, եթե ես չեմ սխալվում, ունեն բազմաթիվ կողմնակի ազդեցություններ։ Այս այդ երկուսի հետ կապված խորհուրդ կտայի ուշադիր լինել եւ հետեւել եւ հարցնել եւ խորհրդակցել բժշկի հետ։ Այդ երկուսը կարող է սննդաբանը դիետոլոգը ավելի թիրախային օգնել։ Այո։ Так, ամենակարևորի մասին ենք մենք խոսելու։ առասպելներին կարծես թե անդրադարձանք, թե ինչ է իրականում իմունիտետը, մի հարց էլ է ստեղ, լավ, իրականում այդ դեպքում ինչը կարող է մեզ օգնել մինչև գրիպ վարակվելը եւ ընթացքում ինչով օգնել խեղճ օրգանիզմին այս վիճակներում կամ որպես կանխարգելում։ Իմուն համակարգը մկան չի, որը մարզես, հա, այսպես ինչ որ արեստական կամ ինչ որ բաներով, որը կախարդական հաբերով, չկա կախարդական ոչ մի հաբ, որով կարելի է մարզել մեր իմուն համակարգը։ Իմուն համակարգի ճակերտավոր մարզումը կամ պահպանելը դա ամենօրյա մեր առօրյայի ամենակարևոր մասերից է, որը շատ ընդհանուր է։ Այսինքն դա նորմալ բալանսավորված սնունդ, եթե այդ բալանսավորված սնունդը հնարավոր չի, ապա այո, վիտամինների օգնությամբ, բայց բալանսավորված էլի մասնագետի կողմից, դա ստրեսից
մի քիչ ավելի հեռու մնալը, որը երևի թե մեր կյանքում այդքան էլ հնարավոր չի, որովհետև ստրեսը իրականում ընկճում է իմուն համակարգը, այդ ամենակարևոր ընկճողներից է իմուն համակարգի։ Սա միֆ չէ, Սա միֆ չէ, այո, ստրեսը ամենակարևորներից է եւ առողջ քունը, այսինքն եթե մենք կարողանանք մեր առողջ ապրելակերպով, այսինքն բալանսավորված սնունդ, բավարար հանգիստ, բավարար քնի հիգիենա, որը որ շատ կարևոր է հոմենակ իմուն համակարգի համար չէ, այլ ընդհանուր մեր մտավոր ամեն ինչի համար, այո, կոգնիտիվ, կոգնիտիվ, հոգեբանական եւ այլն, այս երեքը սպորտով չափավոր սպորտով զբաղվելը, բավարար հանգիստ ունենալը, դա ամենակարևորն է իմուն համակարգը նորմալ պահելու համար։ Եվ ամենակարևորը սեզոնային գրիպի պատվաստումները, որի մասին այգուզեմ մենք առանցին խոսել։ Այստեղ էլ կան, չէ, առասպելներ, թյուրըմբռնումներ, մոլորություններ։ Ամենատարածվածները որոնք են, օրինակ ես իմ տպավորությամբ դա այն է, որ սա մարքեթինգային էլի ինքնախապեյության քայլ է, միևնույն է, եթե հիվանդանալու ես, կհիվանդանաս, չէ, այդ մի հատ ներարկումը քեզ չի փրկելու եւ այլն, այսինքն որ այն մի տեսակ խապկանք է, եկեք այստեղից սկսենք, որքան է իրական պատվաստումը։ Իրականում ասեմ, որ սեզոնային վարակներից պաշտպանվելու միակ տարբերակը դա ամեն տարի աշնան ընթացքում, երբ որ մենք ստանում ենք, դա սեզոնային գրիպի վիրուսների դեմ պատվաստվելն է։ Քանի շտամ է հիմա 4 թե Այս տարի 4 շտամ է։ Ամենաառասպելներից մեկը այն է, որ մի անգամ ինչ որ իմ բժիշկը ինձ համոզեց, ես գնացի պատվաստվեցի, հետո նենց հիվանդացա ու հասկացա, որ դրանից հետո էլ չեմ պատվաստվելու։ Այո, հաճախ է լինում, ինչու, որ քանի որ այդ շրջանում վարակները վիրուսային շատ են, պարզապես իմուն համակարգը կոնկրետ կամ չի հասցրել դեռ մարզվի կոպիտ ասած մարմինները այո, չի ձևավորվել իմունիտետ կամ պաշտպանություն տվյալ վարակի նկատմամբ կամ դա ուրիշ տամ է եղել։ Այստեղ ամենակարևորը, որ մենք մասնագետներս ճիշտ մեսիջ հասցնենք ազգաբնկչության, հասելիքը որն է, որ ոչ թե մեզ 100%-ով բոլոր հիվանդություններից, որով մենք շփվում ենք ձմեռվա ընթացքում, մեզ պաշտպանելու է, այլ հիմնական 2 վտանգավոր շտամերից, դա H1N1, նաև H3N7, որը միշտ տարեցտարի կրկնվում է բանի մեջ, այդ պատվաստանյութի մեջ, գումարած 1 կամ 2, ստեղ կապված է արդեն կամ եռավալենտ է կամ քառավալենտ, այն շտամերի նկատմամբ, որոնք շրջանառել են անցյալ տարի եւ չեն փոխվել եւ հավանականությունը, որ այս տարի նորից կլինեն, դա է։ Նրանք հիմնականում ամենածանր, ուրեմն ընթացող վիրուսային վարակներն են, բայց կա 1000 ու մի այլ տեսակի շտամ։ Ու նոր մոդիֆիկացված ուրիշ եւ այստեղ գալիս են անտիվաքսերը, ասում են դե տեսար, ես պատվաստեցի, բայց 2 անգամ հիվանդացա։ Նաեւ ամենակարևոր ուղերձը որն է պացիենտներին, որ դուք գոնե ամենածանրների նկատմամբ պաշտպանված եք 1, եթե դուք հիվանդանում եք, ապա մեծ հավանականությունով դուք տանում եք դա շատ ավելի թեթև եւ բարդություններից եք չեմ ասում լիարժեք, բայց ապահովագրված, ինչ որ մեծ մասով ապահովագրված ենք բարդություններից։ Մի դեղագործական ոլորտի հարց էլ տամ, էլի ընդհանուր շատ անդրադառնանք, խոսքը հակաբիոտիկներին է վերաբերում, էլի հաճախ լսում եմ, որ եթե ծանր վիրուս է ստանում, ավելի լավ է միանգամից հակաբիոտիկ ընդունել, քան սպասել որևէ բարդություն լինի, դա սուր բորբոքում է, նյարդի բորբոքում է եւ այլն, նշանակի բժիշկը։ Այստեղ ինչ անել հակաբիոտիկների հետ։ Շատ եմ ցավում, որովհետև այս շատ համատարած խնդիր է։ Ցավում եմ, որ շատ բժիշկներն էլ են այդպես վերաբերում իրենց նախապես չէ, երկրորդ, երրորդ օրը արդեն, եթե չկա ոչ մի բակտերիալ վարակի ցուցում, սկսում են ստանալ, որ հանկարծ չբարթանա։
ոչ մի վիրուսային վարակ չի կանխարգելում բարդությունից դեպի բակտերիալ անտիբիոտիկի վաղաժամ ստացումը։ Այո, անտիբիոտիկի մենք ունենք կարիք, երբ որ պետք է լինում, երբ որ բարդություն կա, երբ որ կա արդեն երկարատև փաստացի կամ հետազոտվելուց կամ կլինիկական դրսևորումներից զարգացած, եւ այստեղ մենք ցավում եմ, այդ շատ նույնիսկ բժիշկների մոտ դեռ մենք չունենք այն տեղեկացվածությունը, որ կա անտիբիոտիկային ռեզիստենտականություն, այսինքն կայունություն, որի հետ երբ որ մենք առնչվենք, մենք շատ երևի թե արդեն առնչվում ենք, աշխարհում կան դեպքեր արդեն մահացության բազմիցս, որոնք զարգացել են այն պատճառով, որ ոչ մի անտիբիոտիկ ստեղծված չի օգնում բուժառուի բուժման համար։ Ինչից է, որովհետև մենք ունենք չի աշխատում, որովհետև մենք առանց էլ շատ անտիբիոտիկների ունենում ենք սննդից եւ տարբեր բաներից, որը չես կարող բացառել եւ կառավարել։ Մի հատ էլ լրացուցիչ անհիմն ստանալ անտիբիոտիկները բերում է այսենց խնդրի առաջ։ Հնարավոր է, որ վիտամինների հետ էլ մենք այսպիսի խնդիր ունենանք, այնքան չարաշահենք, որ երբ պակաս լինի իսկապես, այլևս չաշխատի, թե սրանք ուրիշ մեխանիզմ են։ Դեռ գիտությունը այդպես չի, բայց բավականին լավ հետազոտված է։ Ես չեմ կարծում, որ վիտամինները արտաքինից ստանալուց նախ մեր սեփականը չի արտադրվում, մեր սեփականը մենք ստանում ենք սննդից եւ ինքը հանդարտ ինչ որ ձևով տարբեր նյութերի փոխազդեցության արդյունքում ինչ որ ձևով բանա լինում է, այսինքն ոչ թե լրացվում է, այլ պահպանում է մեր առողջությունը։ Եվս մի կարևոր հարց պատվաստումների, գրիպի պատվաստումների վերաբերյալ, լավ, ենթադրենք այդ հոկտեմբերի վերջն է սովորաբար խորտ տրվում, նոյեմբերի սկիզբը գնացինք, ստացանք, ամենածանրերից պաշտպանվեցինք, որքան է սա ծառայելու։ Մինչև գարուն, իսկ թերապևտները նշում են, որ դեք մինչև ապրիլ էս վիճակն է լինելու մոտավորապես։ Այն կծառայի, թե ամբողջ տարի։ Իրականում մի տարի ծառայում է, պարզապես ինչու են այդքան ամեն տարի առաջարկում, նախ իրականում կայուն չեն այդքան պատվաստանյութերի բաղադրությունը, եւ երկրորդը կարևոր փաստ է այն, որ տարեց տարի կարող են այն երկու շտամը կամ մի շտամը փոխվի։ Հիմնականները մնում են, բայց մեկ կամ երկուսը փոխվում է։ Այդ պատճառով առաջարկվում է, որ նորից պատվաստվի։ Մենք նոր փաստորեն նոր հակամարմիններ կարող ենք իհարկե նոր հակամարմիններ ձևավորել, այո։ Նաև կա մի իրավիճակ, որ այս տարվա օրինակ, չեմ ասում այս տարվա, ընդհանրապես ներկա վիրուսների շտամերի նկատմամբ բաղադրիչները ոչ թե չեն աշխատում, այլ անիմաստ են դառնում, քանի որ այս սեզոնի մենք ունենք նոր մուտացիա, նոր խնդիր, եւ ստեղ անտիվաքսեր ուրախանում են, ասում, բա տեսնում եք, բա որ ասում ենք դա անիմաստ է, ուրեմն պետք չի, այո, անիմաստ չի, իրականում նորից կուզեմ իմ ուղերձը նշել այն անձանց, որոնք ունեն խնդիրներ առողջական, նրանք առաջին հերթին պետք է պատվաստվեն, դա սիրտանոթային հիվանդություն ունեցողներն են, դա բրոնխիալ ասթմա ունեցողներն են, դա ցանկացած քրոնիկ հիվանդություն ունեցողներն են, եթե իհարկե այս շատ կարևոր է, իհարկե, եթե չկա հստակ հակացուցում, ապա վիրուսի, այսինքն սեզոնային գրիպի միակ արդյունավետ եւ ապացուցողական բժշկությունով անցած մեթոդը դա պատվաստումն է։ Խոսենք ալերգիկ ռեակցիաների մասին, մենք գրեթե չունենք ալերգիկ հիվանդություններ, որոնց ժամանակ պատվաստումը հակացուցված է։ Միակ հակացուցումը, եթե կոնկրետ այս պատվաստանյութի նկատմամբ եղել է ալերգիկ ռեակցիա նախկին։ Կոնկրետ, բայց դեպք։ Այո, կոնկրետ գրանցված դեպք։ Շատերն ասում են, որ ես գնամ եւ այդ դեպքը առաջին անգամ գրանցվի իմ կյանքում։ Նույն հարցով հարցին պատասխանում ենք, եթե ձեզ պետք է լինում ինչ որ ցավազրկող առաջին անգամ խմել ձեր կյանքում, դուք գնում եք դեղատուն, վերցնում եք, խմում եք, չեք գալիս, չէ՞, մեզ մոտ եւ չեք մտածում։ Առանց տատանվելու ենք գնում, ես ձեզ ասեմ, նույնիսկ այդ դեղատան աշխատակցի խորհրդով իր նշանակում։ Այո։
Հակաբիոտիկներն էլ այդ թվում։ Այո, ընդհանրապես Շատ արխային գնում վերցնում։ Պատվաստանյութը ալերգաբանական տեսանկյունից դա նույն դեղն է։ Այսինքն մենք ինչ ունենք դեղերի հետ կապված, սա նույնը պատվաստանյութի հետ է։ Այսինքն եթե նախկինում ունեցել ենք ալերգիկ ռեակցիա, ուրեմն չենք էլ կիրառում եւ նա որպես դեղ, այո, կարող է առաջացնել ալերգիկ ռեակցիա։ Ինչպես նաեւ ցանկացած դեղամիջոց։ Այստեղ այսինքն շատ խորքային տարբերություն չկա, պայմանական անալգինի մասին ենք խոսում, թե պատվաստանյութի, երկուսն էլ դեղամիջոց են, երևի սա պետք է լավ հասկանալ։ Իսկ ըստ վիճակագրական տվյալների շատ քիչ ալերգիկ ռեակցիաներ կարող են առաջացնել պատվաստանյութերը, համեմատած ցավազրկողների հետ։ Նաև համեմատած դրանց տված օգուտի հետ այս հարաբերակցությունները ես շատ կարևորում եմ։ Շնորհակալություն, շատ հետաքրքիր է, շատ կարևոր էր, այսպես այբուբենի պես պետք է սովորենք այս բոլոր տեղեկությունները ալերգոլոգիայի եւ իմունոլոգիայի մասին։ Մենք զրուցեցինք բժիշկ ալերգոլոգ իմունոլոգ Արմինե Հակոբյանի հետ, ձեզ համար աշխատեց Լուսի Քոչարյանը, կհանդիպենք անպայման եկող տարի կարծում եմ արդեն։ Ցտեսություն բոլորին։ Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։